Ողջույն, իսկ դուք պահպանում եք բժշկական թղթերը։ Ես Լուսիկ Քոչարյանն եմ, առողջապահական ոլորտի լրագրող, հետևեք ինձ եւ կճանաչեք երկրի լավագույն բժիշկներին եւ բժշկական կենտրոնները։ Բժիշկները փաստում են, որ բուժառուները հաճախ չեն պահպանում բժշկական փաստաթղթերը տանը եւ չեն ներկայացնում դրանք բժշկի դիմելիս։ Սա իսկապես կարևոր խնդիր է։ Նախ հասկանանք, թե ինչ թղթերի մասին է խոսքը։ Եվ այսպես, բժշկական փաստաթղթերն են էպիկրիզը, նույն ինքը հիվանդության պատմությունը, լաբորատոր հետազոտությունների տվյալները, այն որ ասում ենք անալիզների պատասխաններ, հենց դրանք են։ Գործիքային հետազոտությունները, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա, նույն ինքը ԿԱՏ-ն եւ իհարկե մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, այսինքն MRT-ն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, ինչպես օրինակ ձեր բանկային փաստաթղթերը, վարկային պատմության թղթերն եք սրբորեն պահպանում, իսկ ես վստահ եմ, որ դուք թերևս դրանք պահում եք, այնպես էլ անհրաժեշտ է պահպանել բոլոր բժշկական փաստաթղթերը, ընդ որում անկախ դրանց հնությունից։ Օրինակ, հետազոտությունից անցել է 7 թե 10 օր, նշանակություն չունի։ Կարևոր է յուրաքանչյուր տվյալ եւ պետք է պահպանել յուրաքանչյուր արդյունք։ Էլ չեմ ասում, որ շտապօգնություն կանչելու դեպքում դրանք բոլորը պետք է պարզ, հասկանալի տեղում դրված լինեն, որպեսզի հիվանդանոց տեղափոխելու դեպքում արագ վերցնեք ձեզ հետ։ Առաջարկում եմ հենց հիմա ստուգել, արդյոք պահպանված են ձեր բժշկական փաստաթղթերը։ Իսկ ես մյուս անգամ կպատմեմ, թե ինչու է անհրաժեշտ դրանք վերցնել ձեզ հետ եւ բժշկի դիմել։